Գուցե դուք հիմա աշխատանքի վայրում ունեք իսկապես կոլեկտիվ, որը ձեզ ընտանիքը, ես ունեցել եմ հիանալի կոլեկտիվ, բայց դա երբեք ընտանիք չի եղել ու դա թերևս ամենատոքսիկ արտահայտությունն է, որ կարելի է անել։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Ցանկացած բիզնեսում մարդիկ հավաքվում են իրար գլխի, որպեսզի աշխատեն։ Մարդիկ չեն հավաքվում, իրար սիրեն, հա? Մարդիկ չեն հավաքվում, որ իրար հետ լավ ժամանակ, այսինքն առաջնային նպատակը ստանալ օգուտ եւ տալ օգուտ։ Քո օգուտը, որ ստանում ես, քո փորձն է, աշխատավարձն է, ու մի շարք soft skill-եր, հա, հմտություններ։ Մնացածը կողքից ինչ կա, ուղղակի բոնուս է։ Բոնուս է, բացառապես բոնուս է, այդ լավ մարդկանց հանդիպել ու շատ հազվադեպ բոնուս է։ Շատ։ Գործատուի օգուտն են, որ ինքը ստանում է քո գիտելիքը, ստանում է քո ժամանակը ու ստանում է այն անհրաժեշտը, որ հարկավոր է իր բիզնեսը առաջ տանելու, գումար վաստակելու համար, որտեղ ամեն դեպքում յուրաքանչյուր բիզնեսի առաջնային նպատակ գումար վաստակելն է, դա կլինի երկարաժամկետ նպատակ, դա կլինի կարճաժամկետ նպատակ, բայց եթե ինչ-որ բիզնես կա, եթե դա բարեգործական, ինչ-որ ակնհայտ բարեգործ, ի սկզբանե ֆիլանտրոպիկ ինչ-որ նկատառումներ չունի, ապա դրա միակ նպատակը բիզնեսն է։ Այնտեղ արդեն գալիս է երկրորդային նպատակ, ստեղծել հանրային արժեք, ստեղծել լավ կոլեկտիվ, ունենալ սոցիալական ինչ-որ ներդրումներ եւ այլն, բայց առաջնային նպատակը փող աշխատելն է։ Ու գործատուն ձեզ փող է տալիս, որ իր փողը գա անընդհատ։ Մնացած ամեն ինչ բոնուս է։ Այդ ամեն ինչի մեջ կան գործատուներ, որ շատ հարմար կերպով, ու ես հիմա շատ կոպիտ բառ եմ օգտագործել, ու կտում են աշխատողներին, որ մենք ընտանիք ենք ու չեն մնում իրենց տեղում ու դերում։